Գազան ամբողջությամբ գրավելու մտքից չի հրաժարվում Իսրայելը։ Քաղաքը կրակի ճիրաններում է։ Ամբողջ հատվածում զանգվածային հարվածների տեղատարափ է։ Իսրայելական 9-րդ եւ 14-րդ ալիքների տվյալներով կիրառվում են հրթիռներ ամբողջ տարածքի վրա հարավից մինչև հյուսիս։ Հաղորդվում է մի շարք հզոր պայթյունների մասին։ Գործողությանը ներգրավված են նաև տանկային ստորաբաժանումներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի իր գործողությունները տարածաշրջանում, ուստի անհրաժեշտ է տնտեսական սահմանափակումներ կիրառել այդ երկրի դեմ։ Նրա խոսքով այդ հնարավորությունն ունեն Արաբական երկրների լիգան եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը այլ հարվածներ չի հասցնի Կատարին անցած շաբաթվա Դոհայի վրա կատարված հարձակումներից հետո, որի նպատակն էր ոչնչացնել Համասի բարձր դիրքի պաշտոնյաներին։ Նրա խոսքով Կատարը համարվում է շատ լավ դաշնակից եւ շատերը դա չեն գիտակցում, բայց Իսրայելը Կատարին չի հարվածի, հնարավոր է Համասին հետապնդի այլ ձևով։ Պարզ չէ, թե նախագահը ինչ նկատի ուներ, սակայն այս մեկնաբանությունները հնարավոր գործողությունների դուռ են բացում Նեթանյահուի համար Համասի դեմ արաբական ծովափնյա երկրում։ Իսրայելը պետք է պատրաստվի մեկուսացման եւ կարող է ստիպված լինել անցնել տնտեսության մեջ առավելագույն ինքնաբավության ռեժիմի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով պետք է դառնան աթենք կամ սուպեր Սպարտա, այլ ընտրանք չունեն։ Նրա խոսքով դրա պատճառներից մեկն Արևմտյան Եվրոպայի մահմեդական փոքրամասնություններն են, որոնք ճնշում են գործադրում եվրոպական պետությունների իշխանությունների վրա, պայմանավորված Պաղեստինա-իսրայելական հակամարտությամբ։ Իսրայելի վարչապետը նաև թշնամական պետություններ է անվանել Կատարն ու Չինաստանը, հայտարարելով, թե վերջիններս տեղեկատվական պատերազմ են մղում ընդդեմ Իսրայելի, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ։ Թրամփն էլ հրապարակել է Վենեսուելայի ափերի մոտ եւս մեկ նավի ոչնչացման կադրեր։ Նրա խոսքով ոչնչացվել է թմրակարտելի 3 ներկայացուցիչ։ Ի պատասխան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է մարիխուանա փնտրել, ապա այն պետք է փնտրի սեփական երկրում, որտեղ այն օրինական է արտադրվում։ Նրա խոսքով Վենեսուելայում դա անօրինական է եւ այդպես էլ կմնա։ Մադուրոյի խոսքով իրենք չեն ենթարկվի այդ հիմար նորաձևությանը օրինականացնել ցանկացած թմրանյութ։ Անիա Բաղյան, Նանե Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։